Տերը օրհնի։ Փառք Տիրոջ սիրելի քույր երեխաներ։ Եսիմ մարդիկ կան, որ շատ չափից դուրս լավ բնավորություն ունեն, բայց տենը մեզ որ Հիսուսի հետ հեչ հացուպանից չի կերել։ Նենց հետարքիր էլ չի։ Ինձ մար աղաջան աղբերը հայտնության մարդա։ Այ եթե սենց ընդհանրացնեմ, հայտնության մարդա։ Ժողովուրդ Տերը ձեզ լավ հովիվա տվե։ Տերը օրհնի իրան տա առողջություն, հատկապես Վեներա քույրիկին, որ միշտ աղաջան եղբոր կողքից անպակաս լինի։ Տերը օրհնի ձեզ, աղոթեցեք, պահեցեք եւ միշտ աջակցեցեք աղաջան եղբորը։ Գիտեք, եկեղեցու ամենակարևոր ճշմարտություններից մեկը դա միաբանությունն է։ Եթե միաբանություն չի, մնացածը քանդվում է։ Երևի լսել եք, չէ, հայկական երկրաշարժից հետո հումոր կար, դեռ այն ժամանակվա, որ ասում է երկրաշարժից հետո դատավորը դատում է քարփիչին, ավազին մեկ է ցեմենտի, լսել եք, պատմեմ։ Դատավորը քարփիչին ասում է, քարփիչ, դու ինչի չպահեցիր, ինչի քանդվեցիր, այդքան մարդ մնաց քուտակը։ Քարփիչն ասում է, շատ էի ուզում բռնեմ իր այն մյուս քարփիչներին, ուզում էի բռնվեմ, ավազը ինձ չօգնեց, էլի որ այդ ցեղպա չպահեց։ Ասում է, ավազ, դու ինչի քարփիչին չօգնեցիր, չպահեցիր մյուս քարփիչների հետ։ Ասում է, ես ուզում էի, բայց ցեմենտս չէր հերիքը, ուզում էի ցեմենտով բան։ Ասում է, ցեմենտ, դու ինչ կասես, ասում է, երդվում եմ հորս արի, ես այնտեղ չեմ եղել։ Եթե միաբանություն չի, գիտեք, մենք սիրո մասին գեղեցիկ ոտանավորներ, բան, միաբանությունը սիրո որակներից մեկն է։ Եթե դու միաբան ես, դա նաև ցուցանիշ է, որ դու սիրում ես։ Ցանկացած ծառայություն, եթե չկա միաբանություն, այդ գիտեք, Մովսեսի ձեռքերը, եթե այն երկու, սենց ասեմ, եղբայրը չպահեին, ինքը ուժ չուներ պահեր։ Եթե չպահեին, Հեսուն ամբողջ Իսրայելի զորքով չէր հաղթելու։ Պատերազմը կար, բայց հաղթանակը աղոթքից ու պատերազմից էր։ Եթե աղոթում են ու չեն պատերազմում, հաղթանակ չկա։ Եթե պատերազմում են առանց աղոթելու, հաղթանակ չկա։ Ու պատկերացնում եք, այդ երկու եղբայրները, սենց ասենք, նրանք Մովսեսի ձեռքերը բռնեցին, օդում պահեցին եւ Իսրայել ժողովուրդը Հեսուի առաջնորդությամբ հաղթություն ունեցավ, մինչև որ թշնամին բոլորովին ոչնչացավ։ Սիրելի քույր երեխաներ, ես այսօր կակրաս ուզում եմ, քանի որ կիրակնորյա հավաքույթ է, ուզում եմ այսօր կիսվեմ աղոթքի մասին։ Պարզ ճշմարտություններ աղոթքի մասին, շատ պարզ ճշմարտություններ, բարդ բաներ չի եղնելու, պարզ ճշմարտություններ, որպեսզի մենք կարողանանք մեր աղոթքի մեջ որոշ շտկումներ անենք։ Այսօրվա մեր թեման կոչվում է ոսկե կանոնները աղոթքի, կամ էլ աղոթքի ոսկե կանոնները։ Սա գեղեցիկ վերնագիր չի։ Իսկապես, եթե մեր մոտ այս ինչ որ այսօր պիտի կիսվեմ, այս ճշմարտությունները հիմնված չլինի, ձևավորված չլինի, մեր աղոթը կկրի դատարկ, փուչ, անպատասխան ինչ որ ձև։ Ու ես կուզեմ այսօր պարզապես թվարկեմ այդ աղոթքի ոսկե կանոնները, որոնք
բոլոր քրիստոնյաները պիտի ունենան, որպեսզի իրենց աղոթքի մեջ հաջողություն ունենան։ Գիտեք, արդեն մոտ 39 տարի է սա, մի քանի ամսից 39 տարի է, ես հավատքի մեջ եմ ու մոտ 32 տարի ավել հովություն եմ անում եւ ես շատ անգամ եմ տեսել աղոթքներ, որոնք հենց ծնենց աղոթքներ են, դատարկություն են։ Իրանք մտածում են, որ իրենք աղոթում են, բայց դա նույնիսկ ոչ թե Աստծուն չի հասնում, պատալոքից վերև չի բան։ Իսրայել ժողովուրդը երբ որ հասավ Հորդանան գետի մոտ, մինթամենը գետ էր, նա Հորդանանն էլ Վոլգի նման մեծ չի, Վոլգա գետի նման, փոքր գետ է, այդ մի գետն էր իր զատը խոստացված երկրից, եւ գրված է, որ հիշում եք, չէ, որ այդ ռազմետչիկները գնացին, եկան եւ այլն, եւ ինչա գրված է, որ եկան ասեցին, նրանք վախեցան, չուզեցան պատերազմեն, այդքան հասել էին, բայց իրանք երևի մտածում են, որ էսա կգնանք, այդ թշնամիները կթողեն էփած բորշը, ձվածեղը, բանը, խորովածը, սա կթողեն, կփախչեն, մենք էլ կմտնենք իրանց տները, փախչելուց առաջ էլ մի հատ լավ ու բորկական են, որ բանլի կմտնենք վեր կգնանք, բայց դες բան չկար։ Աստված ասավ, ես ձեզ ասում եմ, եթե մտնեք, հաղթությունը ձեզ եմ տալու։ Գիտեք, դա նույն բանն է, ոնց որ ասենք որ սպորտ սիրում եմ, ինչ որ սպորտաձևի բան, չեմպիոնատ, ձայնագրությամբ քեզ տան ու ասեն, այս ինչը 5-2 կրել է։ Դու այդ ձայնագրությունը կնայես, որովհետև ասենք այդ սպորտաձևը սիրում ես, կնայես պարզապես հաճույքի համար, բայց արդեն նախորոք դու հանգիստ կնայես, որովհետև գիտես, որ քո ուզած մարդը կրել է։ Նույն բանը Աստված ասավ, ձեզ ասում եմ, մտեք, ձեզ եմ հանձնելու, ձեզ եմ տալու, իմացեք ամեն ինչ։ Բիլի Գրեմը հետաքրքիր բան է ասում է, մեկ վախենա, ես Աստվածաշունչը կարդացել եմ, վերջացրել եմ, ամեն ինչ լավ է եղնելու։ Այնտեղ գրված է, որ ամեն ինչ լավ է վերջանալու։ Ես համոզված եմ, որ Տերը ուզում է, որպեսզի մենք բան անենք։ Այդ հավատքով առաջ գնանք։ Եվ տեսնում ենք, որ Իսրայել ժողովուրդը, երբ որ լսեցին այդ լուրը, որ այնտեղ մեծ պարիսպներ են, մեծ հսկաներ են եւ այլը, ինչա գրած, ամբողջ գիշեր ողջ փարեցին։ Ամբողջ գիշեր, ասենք, երևի ասում են, Աստված ջան, այսօր բերիր մեզ, մենք այնտեղ էլ կարայինք, մեռնեինք, էսա, այնա, իրանք մտածում էին, որ իրանք աղոթում են։ Բայց գրված է, որ Աստծո բարկությունը բորբոքվեց այդ աղոթքի վրա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մարդ կա, որ աղոթում է պանիկայից, վախից, ինքը հենց գիտի աղոթում է, Տեր ջան, վեր կաց, միթե քեզ պետք չի, որ մենք կորսվում ենք։ Հավատքի աղոթքը դա չի։ Մենք կարող ենք հավատքով արդյունքներ ունենալ։ Արդյունքները դա կասկածանքի նշան չի, բայց երբ որ մարդը վախի, կասկածանքի, տրտնջանքի աղոթք է բարձրացնում, դա չի ընդունվում Աստծո մոտ, պատասխան չի գտնում, ընդհակառակը Աստծո հանդիմանությունը, այդ լավագույն դեպքում, Աստծո հանդիմանությունը կարա գա այդ մարդու վրա։ Այդ պատճառով ես ուզում եմ պարզապես մի փոքրիկ պատմություն կարդամ Աստծո խոսքից, որից հետո մի քանի ճշմարտություններ կա այդ պատմության մեջ, կարևորագույն ճշմարտություններ, որոնք հանդիսանում են այդ հոգևոր կանոնները, որոնց միջոցով մենք մեր աղոթքների մեջ պետք է նայենք։ Դա գրված է Հովհաննես ավետարանի 4-րդ գլխի 6-րդ խոսքից։ Հովհաննես ավետարանի 4-րդ գլխի 6-րդ խոսքից։ Եվ Հակոբի մի աղբյուր կար այնտեղ, եւ Հիսուսը ճանապարհից հոգնած այն աղբյուրի վրա նստեց։
եւ ժամը 6-ին դեմ էր։ Արցամարացի մի կին, որ ջուր այդ մեր Սամարան չի էլի, Սամարիայից է։ Հիսուսը նրան ասեց. «Ինձ ջուր տուր խմեմ»։ Որովհետև նրա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն։ Սամարացի կինն էլ ասեց նրան. «Դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում խմել»։ Որ մի սամարացի կին է, որովհետև հրյաները չեն խառնվում սամարացիների հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. «Այ մի ուշադրի լսեք, այստեղ ամեն ինչ»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Եթե Աստծո պարգևը գիտենայիր, եւ թե ով է նա, որ քեզանից ասում է, թե տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր եւ նա կենթանի ջուր կտարքեր»։ Կինը նրան ասեց. «Տեր, դու էլ չունես եւ հորը խոր է, ապա որտեղից ունես կենթանի ջուր։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ, եւ ինքը սրանից խմեց եւ նրա որդիքը եւ նրա անասունները»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմե այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի»։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ պարզապես արագ թվարկեմ այն ճշմարտությունները, որոնք այս պատմության մեջ Հիսուսը բացում է, հասկացնելով, թե ինչպես է մեզ պետք մոտենալ Հիսուսին մեր աղոթքների մեջ։ Գիտեք, Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Նրա մեջ նույնիսկ շուքի փոփոխություն չկա։ Ոչ մի բան չի փոխվել։ Նույն ձևի ոնց որ Հիսուսը այնտեղ էր, նույնը Հիսուսը այստեղ է։ Հիսուսը կակրաս Սուրբ Հոգու միջոցով այսօր մեր մեջ որպես տաճարի մեջ ապրում է։ Նրանք, ովքեր Հիսուսին ապաշխարել են իրենց մեղքերից եւ Հիսուսին Տեր ու Փրկիչ են ընդունել, հավատացել են ավետարանին, նրանք բոլորը Սուրբ Հոգու տաճարներ են։ Եթե նույնիսկ Սուրբ Հոգով մկրտված չես, բայց դու վերստին ծնված ես, ապաշխարել ես, հավատացել ես ավետարանին, դու հանդիսանում ես Սուրբ Հոգու տաճար։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եւ նա մեր մեջ է բնակվում, եւ ինչ որ մենք այսօր աղոթենք, պիտի ստանանք։ Շատերը ասում են, գրված է հարատև պաստայանը ռուսերենում, հարատև աղոթքի մեջ եղեք։ Մենք ոնց կարանք 24 ժամ աղոթենք։ Ես համոզված եմ եւ դա միշտ տեսնում եմ, նրանք ովքեր որ Աստծուն հետ իսկապես լուրջ հարաբերությունների մեջ են, Աստված իրանց ամենաբարձրագույն արժեքն է կյանքի, նրանք անընդհատ աղոթքի մեջ են։ Դու բան չես անում, ասենք առավոտը գնացիր գործի, հավատք տանջատեցիր, մի 8 ժամ աշխատեցիր, եկար տուն, հաց կերար ու ասիր, արա հավատացյալ եմ, չէ ես, լասպասի, Աստված կա, Հիսուս կա, տեն չկա, չէ, գործի ժամանակ էլ ամեն տեղուր էլ գնում ես, դու անընդհատ քու մեջ Աստծո հետ երկխոսության մեջ ես, քո հետ ասում ես, առանձնանալ աղոթելը դա իր կարևորությունն ունի, բայց դու անընդհատ, դու տաճար ես, նա քո մեջ է բնակվում, դու անընդհատ Տիրոջ հետ հայերեն ասած գցեմ բռնում ես, հարցեր ես տալիս, պատասխաններ ես տանում, եւ նրանք ովքեր աղոթքի մեջ են, նրանք անընդհատ զգում են, Տեր ջան, բայց ոնց կլինի, Տեր ջան, մեկ բարձր ենք ասում, մեկ մեր սրտի մեջ ենք ասում, եւ այսպես առաջի բանը, որ Հիսուսը ես ռուսերեն երևի պունկտը ասեմ ու հայերեն բացատրեմ, հույսով եմ բոլորդ էլ հասկանում եք։ Տեսեք Հիսուսը ինչ ասում, բառացի իր խոսքերը, если бы ты знал дар Божий, եթե դու Աստծո պարգև Աստծո շնորհը իմանայիր։ Առաջինը, որպեսզի դու ճիշտ Աստծո պարզ խոսքերով եմ ասում, Աստծո ուզածի պես աղոթես, դու պետք է հասկանաս Աստծո շնորհը, որտեղ մենք մոտենում ենք շնորհած աթոռին, չէ՞, շնորհած գահին, դատավորի գահին չենք մոտենում, հասկանում եք, աղոթքի մեջ մենք չենք մոտենում դատավորի գահին, մենք մոտենում ենք շնորհած գահին,
շնորհած աթոռին։ Սիրելի քույր երեխայներ, ես նկատել եմ այն քրիստոնյաները, որոնք Տիրոջ շնորհը չեն հասկանում, նրանք Աստծո բան չեն խնդրում։ Խնդրելիս էլ ասեն, չգիտեն, կտա, չի տա, տրտնջալով, բողոքելով են խնդրում։ Հիշում եք այն անառակ որդու առակի մեծ որդին ինչ ասում։ Ասում է, ես քո բոլոր պատվիրանները, հրամանները կատարել եմ, բայց դու մի հատ ուլ էլ չես տվել ինձ, որ ես ընկերներիս հետ ուրախանամ։ Սիրելի իմ քույրեր եղբայրներ, Հիսուսը ասում է, եթե դու իմանայիր Աստծո պարգևը, Աստծո շնորհը, եթե մարդը չգիտի Աստծո շնորհը, գիտեք դա ինչ Աստծո շնորհը, որ Աստված, պարզ բաներով եմ ասում, Աստված մեզ նայում է, մեզ պատասխանում է, մեզ լսում է, մեզ տալիս է, ոչ թե մեր արժանիքներից ելնելով, այլ որտեվ Հիսուսը արդեն մեր տեղը բոլոր հարցերը լուծել է, մեր մեղքերի պատիժը կրել է, ու մեզ համար բարեխոս է, ու մենք նրա անունով միակ ճանապարհ Հիսուսն է, չկա երկնքի ու երկրի վրա ոչ մի անուն, որով կարելի լինել փրկվել, միայն Հիսուս Քրիստոսին, ամեն։ Սիրելի քույր երեխայներ, երբ որ մենք աղոթում ենք, մենք պետք է հասկանանք, որ Տերը մեզ լսում է, ոչ թե որ մենք լավն ենք, այլ որովհետև Հիսուսն է լավը։ Նորահավատների մոտ գիտեք ինչ կա, ես դրանով անցել եմ։ Ինչ նորահավատ, մի քանի տարի հավատքի մեջ, մեկ 20 տարեկան մանուկներ են ելում հավատքի, մանկամիտ հավատ։ Այսինքն, գիտեք ինչի մեջ է հարցը, մի 20 գլուխ կարդա, չէ տորը։ Բա, հենց գիտես, ոտով քացով տի երկնքի դռները բացի։ Անենց համարցակ աղոթը, հենց գիտի 20 գլուխ կարդացել է, ծոմ էլ պահել է, եկեղեցի էլ գնացել է, բա որ մի հատ հիվանդ այցել է, վсё, հնենց համարցակություն աստանը աղոթքի մեջ։ Հայր սիրելի, դե դու գիտես ով ահմի քեզ խնդրում։ Մարդը սենց արդեն փոփոլացած, հենց գիտի, որ արդեն Աստված իրան հաստատ լսում է, որովհետև ինքը արդեն 30 տարվա հովիվ է։ Ինքը այսքան մի քույրիկ ինձ ասավ, եղբայր ջան, դու մտածում ես ես կարողա չփրկվեմ։ Գիտես քանի հոգի եմ ես 20 տարվա մեջ հավատքի բերել։ Ես զգացի, որ չգիտեմ կփրկվի թե չէ։ Որովհետև սա լուրջ հարց է, մարդը հենց գիտի ինքը արժանիքները վաստակում է։ Սիրելի քույր երեխայներ, ինչի են որոշ աղոթքներ համարցակ, բայց անպատասխան։ Ոմանք սովորում են հավատքով աղոթելը, ու հենց գիտեն հավատքով հայտարարություններ անելը, դա ճիշտ աղոթք է։ Գիտեք, որ հավատքը կարա չգոռա, չճվա, կարա նաև գոռա։ Ես հավատում եմ, լա կրկնեք, մի հատ խոդ է տալիս, սաղ ինքն էլ իրան խոդ տալի, սաղին էլ խոդ տալի, ու հենց գիտի, որ սա հավատաց։ Աննան շրթունքներով աղոթում էր, հեղին եկավ, հենց իմացավ խմացա, ըտեն չեն աղոթում, ասավ ամոտ չես անում, ես մեր լորու ձևով ասում, ամոտ չես անում, խմած եկել ես աղոթում ես, ասավ չէ տերիմ, սիրտը շատ դառնացած է, Տիրոջից երեխա եմ խնդրում, նրա հավատքը, նա ասում էր Տեր, ինձ տուր, քեզ եմ տալու, այսօր հմիկվա քրիստոնյաների հավատքը աղոթքի մեջ մենակ վեր ունելու վրա է, Տեր տուր, շատ տուր, էլի տուր, քիչ է շատ տուր, բայց ինչի բար, գրված է, որպեսզի դուք հարուստ լինեք ամեն բարի գործի համար։ Այս իմ ասածները գիտեք որտեղ է ոչնչանում, երբ որ քրիստոնյանը զգում է ինչքան խեղճ ու թշվառ է ինքը,
Երբ որ քրիստոնյան ծնկի ա գալիս, ես չգիտեմ դուք ոնց սիրելի քույր եղբայրներ, իմ մոտ առանց արցունքների ես չեմ կարող աղոթեմ։ Ծնկի եմ գալիս, մեղք չեմ հիշեմ, որ այդ օրը արել եմ թեկուզ, չէ, բայց ասում եմ Տեր, այդ մեղքի զգացմունքը ճնշում անդադ, ես գիտեմ ով եմ ես առանց Հիսուսի։ Եթե դու իմանայիր Տիրոջ շնորհը, Տերն ասում է։ Սիրելի քույր եղբայրներ, իսկական հավատքի մեջ հավատքը էգոիստական չի, հավատքը նրա վրա հուսալն է, նրանից սպասելն է։ Ոնց որ մեր թթվածինը, հասկանում եք, հենց թթվածինը, որ փակվի մի 30 վայրկյան կարող է դիմանանք, հետո կամած ուշքներս գնալու է։ Եթե իմանայինք համար առաջի կանոնը ոսկի Տիրոջ շնորհը ճանաչի, որովհետև ինչ է որ եմ, Պողոս առաքյալն ասում է, Տիրոջ շնորհով եմ։ Սիրելի քույր եղբայրներ, երկրորդը, որ Հիսուսը ասում է, առաջ գնանք։ Ասում է, եթե դու Տիրոջ պարգևը իմանայիր, եւ թե ով է խոսում քեզ հետ։ Այդ կինը չգիտեր ով է իր հետ խոսում։ Գիտեք, այսօր հավատացեք, հենց այնից չեմ ասում։ Դե ձեր մեջ չկա, ես պրոստը այնից ասեմ ինֆորմացիայի համար։ Ես շատ անգամներ եմ տեսել, երբ որ մարդը 30-40 տարով հավատքի մեջ է եղնում ու բացարձակ Աստծուն չճանաչում։ Նույնիսկ վերստին ծնվել է, գիտեք ոնց որ ինքը այս աղաջան աղբերը շատ լավ ասավ, մեկ շաբաթը մի անգամ։ Այդ այնց քույրեր եղբայրներ կան, կիրակի օրերը հավատքի մեջ են։ Ընքան հավաքույթի գնան, մեկ ինչ որ տոներա, բանա գնում են, բայց իրանք աղոթելու ժամանակ Աստծու մասին չեն են մտածում, իրանք ձև ունեն, այդ աղոթքի ձևը պուլիմյոտչիկի նման կրակում են։ Փարքեստեր ջան, ով չեմ էլ կարամ տենց աղոթեմ, ոնց են աղոթեմ, ամպերի մեջ անհասանելի բնակվող, ես ինչ չերն ասում, նես լավ խոսքեր են ասում, բայց կողքից զգում ես, որ ինքը ոչ մի ծանոթ էլ չի Աստծու հետ, հանդիպել էլ չի, ոչ էլ փորձում է հանդիպի, ինչ որտեղ լսել է ու չի էլ ուզում, լսել է ու լսել, չի էլ ուզում ծանոթանա։ Սիրելի քույր եղբայրներ, եթե ուզում եք ձեր աղոթքի մեջ, ախր աղոթքը դա հենց այնպես կրոնական խոսք չի, աղոթքը մեր կյանքն է, աղոթքի միջոցով է այդ հաղորդակցությունը, հարաբերությունը Աստծո հետ, աղոթքի միջոցով է, որ մենք փոխանցում ենք Աստծուներին, ինչ որ մեր սիրտը լցված է, մեր կյանքի մեջ կա, եւ աղոթքի միջոցով է, որ մենք ստանում ենք Աստծուց այն ինչի կարիքը մենք ունենք, ուրիշ ճանապարհ չկա։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Եվ երկրորդը, որ հիմա ասում առաջինը շնորհն է Տիրոջ ճանաչել, երկրորդը գոնե ծանոթանանք ում ենք աղոթում։ Հիսուսն ասում է քննեցեք գրքերը, Աստվածաշնչի մեջ, նրանք իմ մասին են ասում, բայց դուք չեք ուզում, ինչ անեք։ Իմ մոտ գաք։ Կարդում են ու կարդում, թե ինչի մարին կարդում, չգիտեմ, որ կարդում ենք, պետքա քննենք, Հիսուսին ճանաչենք։ Նույնիսկ ասենք Պողոս առաքյալը ինքը գրում ասում է, չգիտեմ, գավազանով կամ թե հեզության հոգով, հիշում եք։ Բավա, Պողոսը չկարդեն գնաց։ Դա Հիսուսի հոգին է։ Տերը ամեն անգամ նայում է մեր վիճակը, ասում է մի քիչ էլ սպասեմ ու չեմ ուզում որպես դատավոր գամ քեզ համար։ Ուզում եմ գամ սիրո, հեզության հոգով, որ փրկեմ, օրհնեմ։
Պողոս Առաքյալն ասում է նմանվեցեք ինձ ինչպես ես Քրիստոսին ու շատ բաներ, որոնք առաքյալները ասում են, առաքյալների մասին գրված է, նրանք Հիսուսի կերպարն են փոխանցել դրա միջոցով, հասկանում եք սիրելի քույր երեխաներ։ Հովհաննես ավետարանի 17-րդ գլխի 2-րդ խոսքը։ Եվ սա է հավիտենական կյանքը, որ ինչ անեն, ճանաչեն քեզ։ Այն քրիստոնյան, որ չէ, մենք չենք, ես օրինակ չեմ կարող ասեմ, երեք ճանաչում էի ասուն, այսքան այսօր ավելի շատ չէ, բայց գոնե քրիստոնյան պետք է ասի մի տարի առաջ ու հիմի շատ մեծ տարբերություն կա իմ Աստծուն ճանաչելու։ Հիսուս ասում է ինձ տեսակ, հորը տեսակ։ Աստծուն չճանաչեք երազների միջոցով, հրաշքների միջոցով։ Սիրելի ժամանակը հերիք չի, չեմ ուզում սրա վրա բանեմ, աղաջան եղբայրը հետո ավելի լավ կբացատրի։ Շատերը Աստծուն հենց գիտեն, դա հրաշքներն է, դա նշաններն է, դա երազներն է, դա մարգարություններն է։ Հիսուսին ճանաչում ենք Աստվածաշնչի խոսքի մեջ, իսկ Հիսուսին ճանաչելով ճանաչում ենք Հորը։ Հայրը իրեն հայտնեց իր որդու միջոցով։ Ուզում ենք ճանաչենք ով է մեր հայրը, պիտի ճանաչենք Հիսուսին։ Որտեղ ենք ճանաչելու Հիսուսին, ոչ երազների, ոչ մարգարությունների, ոչ հրաշքների մեջ, դրանք սաղ կարան խաբուսիկ բաներ լինեն, բայց երբ որ դու ճանաչում ես Հիսուսին Աստծո խոսքի մեջ, ավետարանի մեջ, դու արդեն տարբերում ես մարգարությունները, հրաշքները, նշանները, որ հոգուց են ումից են, որովհետև դու արդեն ասում ես կատարյալների զգացմունքները վարժված են փորձառությամբ, զանազանելու չարը բարին, վարժված են այդ Աստծո խոսքի միջոցով, եւ այսպես Հիսուսը այդ երկրորդ կանոնն է, ասում է, որպեսզի դու իմանաս, թե ով է քո հետ խոսում։ Գիտեք ինչքան ալեմ քրիստոնյան, դա մեկը չի, երկուսը չի, ինքը Տերը ինձ հետ չի խոսում։ Ես աղոթում եմ, Տերը իմ հետ չի խոսում։ Ասում, իսկ դու փորձել ես լռես աղոթքի ժամանակ։ Որ լռես խոսալու։ Կատակ չեմ անում, մեկ ծնկի եկեք, մի քիչ աղոթեք ու մի քիչ էլ Տիրոջ ներկայության մեջ լռեք։ Հավատացեք, լռել պետք է։ Ոչ թե Լևի մտքերի հետևից ընկեք այդ ընթացքը։ Գործեր, հոգսեր, այլ սպասեք։ Երբ որ Տիրոջ խոսքի մասին ես մտածում, Տիրոջ խոսքով ես աղոթում, դու կտենաք, որ Տերը ինչքան մեծ օրհնություններ է բանում։ Եվ այսպես ճանաչիր քո Տեր Աստծուն, որին աղոթում ես։ Հենց այնպես մի աղոթի էլի։ Քրիստոնյաներ կան, կատակ եմ անում, բայց ձվեր պապուն ու Աստուն իրարից չեն տարբերում։ Իրանց համար են էլ աժպտում են էլ ասպիտակ մորուքով են էլ, նու իրանք են էլ տենց բան արել։ Աղոթելապետ հաձմեր պապին գրած նամակ, հա աղոթած, նույն բանն է։ Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ։ Երրորդը, Հիսուսը ասում է, «Ты сама просила бы у него». Եթե դու գիտենայիր ով է քո հետ խոսում, ինքդ կխնդրեիր։ Մեկ վախի խնդրեցեք Տիրոջից։ Անառակ որդու առակի մեծ տղան հորից ոչ մի բան չէր խնդրում։ Իսկ փոքրն է շատ թաթալաբազ էր։ Խնդրում էր սաղ վերունում տանը մեղքի վրա ծախսեմ։ Միջինը գիտեք որն է, որ խնդրենք, ստանանք ու Տիրոջը ծառայեցնենք։ Մենք ապրում ենք այսօր մի վարդապետական դաշտում, ինտերնետով բանով, որտեղ ճիշտ հավատացյալը պետքա կատարյալ առողջություն ունենա, որտեղ ճիշտ հավատացյալը պետքա
ամենահարուստը լի, լավագույն մեքենաներ ունենա, լավ տներ ունենա եւ այլն, այդպիսի փորձանք վարդապետություններ։ Ես հավատում եմ, որ ճիշտ հավատացյալը, որ իրա 70, 60, 50% առողջությամբ ծառայողն է, որ հավատարմություն է ցուցաբերում։ Ճիշտ հավատացյալը նա է, ով որ իրա Ժիգուլովա ծառայեմ, բայց ծառայեմ է։ Ֆորդովա ծառայեմ, բայց ծառայեմ է։ Մերսեդեսովա ծառայեմ, բայց ճիշտ հավատացյալը ծառայեցնում է այն, ինչ որ ինքը ունի։ Մի քույրիկ ունեինք, մի տիրոջ մոտա 72 տարեկան էր, դարձի եկավ, մի տարի էր, ոտքերը շատ ուռած, հազիվ էր կարում գար հավաքույթների։ Մի անգամ մոտեցավ, ասավ пастор Ватан, а можно у меня на квартире проводить домашние церква։ Մեզ էլ տենց մի բան է պետք։ Գիտեք այդ հալով, ովքեր իրանց տները տրամադրում են ծառայության, գիտեք դա մեծ ծառայություն է։ Հատկապես բոլորը չեն որ նվիրված են գալի, ժողովուրդը որ գնում են, մեկ էլ խեղճը մտնում են տենը, դա մի անգամ չէ, իչքի կարող է ստեղ դες բաներ չկա, մեր մոտ մի քանի երեխա դե սպալնյամ բան, որտեղ որ հնարավորություն, մեկի գալիս եմ սա խառնած, դարակ, մարակ, որոշ բաներ կորած։ Այդ քույրիկը այդ հալով տները սաղ դասավորում էր։ Մա գիտեք ինչ են անում, հետաքրքիր բաներ անում։ Այն ուժեղ շոքերին վաննի դուռը բացը մեր Խրուշչովկա էր կվարձի, վաննի դուռը բացը մեր ու վաննեն սառը ջուր էր լցնում, որ մի քիչ հով կա։ Ես առաջի անգամը տեղը դասեցի ու կամած բաց էր թողը, որ ջուրը անթաց, հենց ցնցողը գցում էր տակը, որ ջուրը անթաց սարճի ու իսկականից հով էր գալի, գիտեք։ Հետաքրքիր է, սիրելի քույրեր եղբայրներ, որ մարդը ուզում է ծառայի, չէ՞։ Կգտնի։ Իսկ որ մենակ տուր մի հատ եղբայր ունեինք, անունը չեմ տա, Հայաստան։ Ինք սիրում էր աղոթքի մեջ, ասում էր դայ տուր, տենց պուլեմյոտի նման, դայ տուր։ Մի օր աղոթելիս ալեմ։ Այս սովետի ժամանակ ես գերեզմանների մոտ թաքուն քրիստոնյաներ աղոթելիս եմ, մեր եղբայրներից մեկը ինքը ինձ խոստովանվել, այդ գիտեմ, հետո այդ եղբայրը փոքր երեխա մի 6-7 տարեկան երևի, դե երեխան աղոթում են, երեխեն էլ դեսա գնում ընդեղ սենց քարերա գլորում սենց։ Մենա տուր, գալիս է ուղիղ ճակատին ու մեկնում։ Սա խառնված, այ ախպեր ջան, բան, մի կերպ ուշքի եմ բերում, պոպոսով բանով, բայց լավա փաստ, այս Ռաֆայել ախպերն, այդ իրուսում տուր, կերար, եղբայրներ քույրեր, մի բան, որ խնդրում ենք, Տերը տալիս է, բայց որ խնդրում ենք, ստանում ենք ու ծառայեցնում ենք Տիրոջից, Տերը շատացնում է, Տերը ցանողին է, սերմ ցանողին է, ինչ տալի, սերմ, ոչ թե տալիս է, որ ցանես, ցանողին տալիս է, սկանում եք տարբերությունը որն է, ունեցածը ցանում ես, ինքը քեզ տալիս է, մի խոսքով, եկեք այնպես անենք, սիրելի քույրեր եղբայրներ, որ համարձակ խնդրենք մեր Տիրոջից, ինչ կարիք ունենք, երբեք չասես, Տերը ինձանից հոգնել է, երբեք չասես, Տերը այնքան, որ մեկիս հոգսին պատասխանի, մեր Աստվածը անսահման հզոր է, նա ոչ մի բանի մեջ վերջ սահման չունի, ու նա մեր բոլոր պատասխաններին, աղոթքներին կարող է պատասխանել, խնդրեցեք ու պիտի տրվի,
Վրոդի շատ པարզ բան է, չէ՞։ Բայց նայում ես քրիստոնյաները ավելի շատ իրանց ուժը դնում են իրանց խնդրելու վրա։ Դեղորայք օգտագործելը, բժիշկին դիմելը մեղք չի, բայց դրանից առաջ էլ աղոթեցեք, սիրելի քույր երեխաներ։ Եթե Տերը ձեզ չբժշկի, դեղերը օգուտ չեն տալու, սկանում եք, իզուր են շինում շինողները, եթե Տերը չի շինում։ Հիշեցեք, շինելը պետք է, բայց եթե Տերը չի օրհնում, այնտեղ ես չեմ կարողանում հիշեմ, որտեղ է գրած մարգարեությունների մեջ ասում է, որ այդ քու պլաստերները բժշկական, քու բուժումները չեն օգնելու, եթե քեզ ես չորհնեմ, չբժշկեմ։ Գիտեք ինչ, նույնիսկ բժիշկների արածը, բուժումները իրանց տեղը գտնում են, եթե Տերը օրհնում է։ Իզուր են պահապանները կանգնած, պահապանը պիտի կանգնած լինի, բայց եթե Տերը չպահպանի, իզուր են պահպանում։ Բայց չի կարելի մի ծայրեղություն գնալ, որովհետև մենք վախի հոգի չենք ստացել, այլ սիրո, զորության եւ ողջախոհության։ Ողջախոհությունը գրված է, եթե ուզում ես տուն շինես, աշտարակ շինես, տուն շինես, ինչ արա, գնա մարգարեից հարցրու, չէ՞։ Գնա ծոմ պահի, չէ՞։ Չէ, էդ էլ չէ։ Եթե ուզում ես տուն շինես, գրված է նստի ու հաշվի։ Տերը ուզում է։ Իմ ավակ հովիվը Ժորժ եղբայրը Երևան ալնում ծառայելու ու եղբոր տանը որտեղ մնում է, դուրս են գալիս, եղբայրը ասես դուրը հետ ակցում, բալանով չի փակում, էլի։ Ժորժ աղբերն ասում է, ես չես փակում։ Ասում է, Ժորժ աղբեր, Տերը հմի երկու հատ հսկա հրեշտակա դրել ստեղ, որ իմ տունը սպահեն, հանգիստ տարի։ Ժորժ աղբեր տենց հումոր ուներ հետ, ասում է, աղբեր դուրը փակի, եթե հրեշտակներն ուրիշ գործով զբաղվեն։ Բաներ կա, սիրելի քույր երեխաներ, որ մենք պետք է հասկանանք, որ Տերը ուզում է, որ խնդրենք, նույնիսկ անբաների մեջ, որոնք մենք կարող ենք անել, մենք խնդրենք, որ Տերը հաջողություն տա։ Երկու խոսք ձեր կյանքի մեջ միշտ հիշեք. Տիրոջ մասնակցությունը եւ Տիրոջ սադействие։ Աջակցությունը, այ ապրեք։ Աջակցությունը, մասնակցությունը ու աջակցությունը։ Տերը եթե չի մասնակցում, ամուսինների հարաբերության մեջ, ընտանիքի հարաբերության մեջ, երեխեքի դաստիարակության մեջ, ինչքան ուզում ես կարդա, սովորի ու պսիխոլոգներ լսի, օգուտ չի եղնելու։ Միշտ աղոթեցեք, որ Տերը իզուր են շինում տուն շինողները։ Մի խոսքով, մենք պետք է խնդրենք։ Պարզ ճշմարտություն է, բայց Տերն ասում է, դու ինքդ կխնդրիր։ Չորրորդը. Он дал бы тебе воду живую։ Վերջի ճշմարտությունը. ամուր հավատա, որ Տերը պիտի տա։ Ինչ որ աղոթքիդ մեջ խնդրում ես, հավատա, որ պիտի ստանաս, գրված է Մարկոս ավետարանի 11-րդ գլխում։ Ռուսերենում ասում է, все, что вы просите, верьте, что получите, и будет вам дано։ Եթե դու աղոթում ես, պրոստը սիրտը դատար, չեք հավատա, թե ինչքան քրիստոնյաներ դրանով են զբաղված։ Ոչ թե հավատքով են աղոթում, պարզապես աղոթքի մեջ սիրտները դատարկում են։ Մեկ էլ մի հատ քրիստոնյա են բռնում, հատկապես ծառայող կամ քույրիկ կամ եղբայր, ու նստացնում են ու մի ժամ հարթուկում են իրանց հոգսերով։ Պատմում, ինչքան ուղեղի ծալքեր կա, հարթուկում են,
հետո էլ գնամ տիրոշնեն այդ նույն ձևի ասեմ Տեր ջան, բա իմացա, պատմեմ Տերը ուզում է, որպեսզի մենք աղոթքի մեջ հաստատ համոզված լինենք, որ մենք եթե իր կամքի համաձայն ենք խնդրում, ուրեմն նա մեզ լսում է, ուրեմն նա մեզ պետքա տա այդ ամեն ինչը։ Էնպես որ սпасելով աղոթեցեք, սпасեցեք, որ Տերը պիտի տա, որտեվ հավատքը չերևցած բաների ապացույցն է։ Դա չի երևում, բայց դու սпасում ես դրան։ Սիրելի քույր երեխաներ, պարզ ճշմարտությունը։ Հիսուսը ասում է եւ նա քեզ կտա այդ ջուրը։ Կխնդրես ու քեզ կտա։ Եթե դուք մի բան եք խնդրում, սիրտներդ մեկ դա։ Եթե դուք զգում եք, որ դու այդ ռեժիմին ես անցել, դու զգում ես, որ այդ ռեժիմին ես անցել, Տեր ջան, խնդրում եմ քեզ, բատենը մեզ սիրտս ցավում է, գլուխս ցավում է, փոշկեքս ցավում է, փողը չի հերիքում, գործը չէ, պրոստը աղոթում ես, դատարկում ես սիրտս։ Դա հավատքի աղոթք չի։ Հավատքինը նույն բաները կարող է ասես ու Դավիթի նման ասես, Տերը տեսավ իմ արցունքս, Տերը լսեց իմ աղաղակի ձայնը ու Տերը պիտի տա ինձ։ Կարդում ենք հենց այդպես։ Մի բան, որ աղոթում ես, ոչ թե աղոթում ես սիրտը դատարկելու համար, այլ ասում ես Տեր ջան, ես համոզված եմ, որ ես իմ աղոթքը հիմի քո մոտ է։ Ու ես պիտի աղոթեմ այնքան, մինչև որ դու տաս։ Պիտի խնդրեմ այնքան, մինչև որ դու տաս։ Սիրելի քույր երեխաներ, երբեք մեկ համաձայնվի, որ դուք մի բան խնդրեցիք ու չստացաք, ու տենց էլ պետք է լինի։ Այսօր էլ աղոթեք, վաղն էլ աղոթեք, աղոթեցեք մինչև որ ստացեք, որտեվ համառությամբ աղոթը Եղիայի մասին գրված է, չէ՞, Տերը պատասխանում է։ Усиленная молитва многое может. Усиленная молитва праведника. Սիրելի քույր երեխաներ, ուզում եմ վերջում կարդամ Հռոմեացիս 8-րդ գլխի 32-րդ խոսքը։ Հռոմեացիս 8:32. Тот, который сына своего не пощадил, но предал его за всех нас, как с ним не дарует нам и всего. Նա, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Մենք չենք պատկերացնում, ախր ոնց որ մարդուն մի հատ մեքենա նվիրես ու ինքը ասի էս կալպաչոկը զալատնիկի հետ ակի կտաս ասուս չէ հա մեքենան տվեմ այդ չեմ տա հնարավոր չի Աստված իր որդուն ա տվել էլ նրա հետ ինչ չի տա ամեն ինչ կտաս ելի երեխաներ մի խոսքով այսօր ես պարզապես փորձեցի կարճ ձևով կիսվեմ այն ոսկե կանոնների մասին, որ մենք ամեն օր փաստացի անում ենք, որովհետեւ մենք ավելի հաստատվենք, դուք շատերը այդ ամենը գիտեիք, պարզապես գրված է, որ ես հիշեցնում եմ, որ ձեր մեջ դա ավելի հաստատվի։ Տերը օրհնի ձեզ, ամրացնի ձեզ, եկեք ոտքի կանգնենք աղոթքի, խնդրենք, որպեսզի Տերը մեր սրտերը իրեն մոտեցնի սիրելի քույր երեխաներ։ Շատ եմ խնդրում, հենց այնց հավատացյալ մեկ մնա։ Եղեք անկեղծ հավատացյալ, որովհետև Աստված անկեղծի հետ անկեղծ է։ Մենք բոլորս էլ մեղք ենք գործում, մենք բոլորս էլ սայթակում ենք, մենք բոլորս էլ շփոթվում ենք, սխալվում ենք, բայց եթե մենք իսկապես Աստծո հետ անկեղծ ենք, նրա մտերմությունն ենք փնտրում, միշտ Տերը մեզ պետքա օրհնի ու ժամանակ առ ժամանակ այնպես ներկայություններ պետքա ճաշակենք, որ լրիվ նորոգվելու ենք մենք։ Փառք Տիրոջ սիրելի քույր երեխաներ։